Ոսպով կոտլետները հենց այս բաղադրատոմսով ստացվում են աննկարագրելի համեղ, կարելի է պատրաստել մեծ պահքի ընթացքում։ Այսօր կպատրաստենք ձվով և առանց ձվի տարբերակները, դուք որոշեք, թե որ բաղադրատոմսն է ձեզ ավելի հարմար։ Լվանում ենք 2 բաժակ ոսպը, ավելացնում ենք 2 մեծ կարտոֆիլ, 2 սոխ և 1 մեծ գազար։ Համեմում ենք աղով, ավելացնում ենք 4 բաժակ ջուր և դնում ենք ցածր կրակի վրա, եփում ենք մինչև պատրաստ լինելը, այնուհետև տրորում ենք։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով ստացվում է 18-ից 20 հատ խոշոր կոտլետներ։ Ավելացնում ենք մանր կտրտած համեմ, մի փոքր խմելի սունելի, սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ և 4-ից 5 ճաշի գդալ բաքսիմատ։ Ի դեպ, կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները, կարող եք օգտագործել նաև 4 կանաչիներ։ Ձեռքով մի լավ խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն, այնուհետև ձևավորում ենք կոտլետները։ Քանի որ այստեղ ձու չենք օգտագործել, սա համարվում է պահքի կոտլետ, ձևավորում ենք 8-ից 10 հատ։ Որպեսզի կոտլետները տապակվելու ընթացքում չփշրվեն և հնարավոր լինի դրանք հեշտորեն շրջել, պետք է դնենք սառցախցիկ մոտ 10 րոպե։ Մնացած զանգվածին ավելացնում ենք 1 ձու, 2 ճաշի գդալ բաքսիմատ, մի լավ խառնում ենք և ձևավորում ենք ոչ պահքային կոտլետները, այս անգամ դրանց տալով կլոր տեսք։ Սառցախցիկ դնելուց հետո տապակում ենք առատ բուսայուղի մեջ երկու կողմից մինչև պատրաստ լինելը։ Ստացվում է նախորժելի տեսք ունեցող շատ համեղ երկու տեսակի կոտլետներ։ Պահքային կոտլետները մատուցում ենք լավաշով, առատ կանաչիներով և թարմ կիտրոնով, համերի կատարյալ համադրություն։ Իսկ ձվով պատրաստված կողիկները մատուցում ենք թթվասերով։ Բարի ախորժակ։ Այսօր էլ նման 2 համեղ բաղադրատոմս, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ իմ խոհանոցում ամեն ինչ շատ պարզ և հեշտ է։ Առայժմ։